Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք մայրենիի դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք կշարունակենք գիրքը թեմատիկ շարքը։ Մեր այսօրվա գիրքը 10-ի ենթավերնագիրն է, այսօրվա գիրքը։ Այս դասին դու կբացահայտես, որ այսօրվա գրքերը կարող են նաև թղթից չլինել։ Կհասկանաս, որ գիրքը քո լավ բարեկամն է և խորհրդատուն։ Կիմանաս, թե ինչպես երջանկացնել գրքին։ Գիրքը, այսօրվա գիրքը։ Նայում ենք նկարին, երեխաներին խնդրում ենք պատմել այս նկարը։ Պատմում են, որ սա տպարան է, որտեղ գրքեր են տպում, գրքեր են պատրաստում։ Համակարգիչների մոտ նստած մարդիկ համակարգչային շարվածքով տեղադրում են տեքստը։ Հատուկ մեքենաների մամլիչների միջոցով թղթերից կտրատում են համապատասխան չափի գրքի թեժթերը, հետո գրքերը կարում են, կազմում են, նկարազարդում և ստացվում է այսօրվա գիրքը։ Բայց նաև նկարում տեսնում ենք այլ տիպի գրքեր, օրինակ սա համակարգչում տեղադրված գիրք է։ Սա հեռախոսի մեջ տրված տեքստ է, որը կարդում են մարդիկ։ Գիրք կարելի է կարդալ նաև պլանշետով, կարելի է կարդալ նաև հեռախոսով։ Այժմ կարդանք, տեսնենք ինչի մասին է պատմում գիրքը այսօր Արային։ Գիրքը տեսավ, որ ինքն արդեն հարազատ է դարձել Արային, ուրախացավ ու շարունակեց։ Հետագայում մարդիկ սովորեցին փայտից թուղթ ստանալ։ Փետուրե գրիչներով գրում էին այդ թղթերի վրա։ Թղթերը կարում էին իրար, կազմում և գիրքը պատրաստ էր։ Սակայն մի գիրքը ձեռքով գրելու համար շատ ժամանակ էր պետք։ Մարդիկ մտածեցին ու ստեղծեցին հատուկ մեքենաներ, որոնց օգնությամբ գրքերը սկսեցին տպագրել թերթերի վրա, տպարաններում։ Դրանք այն գրքերն են, որ դուք հիմա կարդում եք։ Դրանցից մեկն էլ ես եմ։ Արան, որը համբերատար լսում էր, ասաց. բայց ես ուրիշ տեսակի գրքեր էլ գիտեմ։ Դրանք թղթից չեն։ Այո, հոգոց հանեց գիրքը, այսօր արդեն ստեղծվել են էլեկտրոնային կրիչներով գրքեր, որոնք հնարավոր է կարդալ համակարգչով, հեռախոսով, պլանշետով, էլեկտրոնային գրքով։ Ես այդ գրքերն էլ եմ սիրում, ժպտալով ասաց Արան։ Գիրքը կարծես տխրեց, լուռ էր։ Սակայն ես քեզ ամենաշատն եմ սիրում, գոչեց Արան ու գիրքը սեղմեց կրծքին։ Հիմա երեխաներ կարդում ենք, պատասխանելով հետևյալ հարցերին։ Ինչպես էին պատրաստում ձեռագիր գիրքը։ Մարդիկ ինչու ստեղծեցին տպագրական սարքեր։ Արան ուրիշ ինչ տեսակի գրքեր գիտեր։ Քո կարծիքով ինչու գիրքը տխրեց։ Հիմա տեսնենք, հետո պատասխանենք։ Գիրքը պատմում է, թե ինչպես էին գիրքը ստեղծում։ Կարդանք համապատասխան տողերը։ Հետագայում մարդիկ սովորեցին փայտից թուղթ ստանալ։ Փետուրե գրիչներով գրում էին այդ թղթերի վրա, թղթերը կարում իրար, կազմում և գիրքը պատրաստ էր։ Պատկերացնում եք երեխաներ, մեկ գիրք գրելու համար ինչքան ժամանակ են ծախսել, որպեսզի ձեռագիր գրեն այդ գրքերը։ Դրա համար մարդիկ հասկացան, որ մեկ գիրք գրելու համար շատ երկար ժամանակ է պետք և մտածեցին ու ստեղծեցին հատուկ մեքենաներ, որոնց օգնությամբ գրքերը սկսեցին տպագրել թղթերի վրա, տպարաններում։ Հետագայում Արան նաև ասաց, որ ինքը ծանոթ է տարբեր այլ տեսակի գրքերի, օրինակ ինչպիսի գրքերի, պլանշետի, էլեկտրոնային գրքերի, հեռախոսի մեջ հանդիպող գրքերի, համակարգչում հանդիպող գրքերի և տարբեր էլեկտրոնային կրիչներով հանդիպող գրքերի։ Եվ հարց է տալիս, ասում է, ինչու գիրքը տխրեց։ Գիրքը տխրեց, որ Արան շատ այլ գրքեր է սիրում, քանի որ Արան ասաց, որ ինքը սիրում է նաև այդ գրքերը։ Երբ Արան նկատեց գրքի տխրությունը, անմիջապես գրկեց նրան ու ասաց. բայց ես քեզ ամենից շատն եմ սիրում։ Ինչ եք կարծում երեխաներ, ինչ կերջանկացնի գրքին։ Նման և այլ հարցերի պատասխաններ մենք կիմանանք, եթե լրացնենք մեր աշխատանքային տետրը։ Կատարում ենք H17-ի առաջադրանքները, կարդա և լրացրու աղյուսակը։ Ինչպիսի գրքեր ես սիրում կարդալ։ Օրինակ երեխաները կարող են համակարգչային գրքեր սիրել կամ
կարող են սիրել հետևյալ գրքերը, մեր առօրյա թղթե գրքերի մասին է խոսքը։ Իմ աշակերտներն օրինակ ասացին, որ շատ են սիրում հեքիաթների գրքեր, պատկերազարդ գրքեր, հետաքրքիր գրքեր։ Կարևորը թե ինչպիսին է գրքի բովանդակությունը, այլ ոչ թե նրա գրված տեսքը։ Որն է քո ամենասիրելի գիրքը։ Այստեղ երեխաները պետք է գրեն իրենց սիրելի գրքի վերնագիրը։ Ինչ ես անում, որ գիրքն ուրախ լինի։ Երեխաները ասացին, որ գիրքը ուրախանում է այն ժամանակ, երբ ընկերանում է երեխաների հետ։ Դրա համար պետք է շատ կաշ տալ, որ գրքին երջանկացնենք։ Առաջադրանք 2. Նկարների անունները գրիր այնպիսի հաջորդականությամբ, որ ստացվի գրքի անցած ճանապարհը ըստ տեքստի։ Ամենաառաջինը գրում էին սալիկների վրա, հետո տերևների, տախտակների, մագաղաթի, թղթի եւ ամենավերջում համակարգչի ստեղնաշարի վրա։ Անցնենք հաջորդ էջի առաջադրանքներին։ Առաջադրանք 3. Գրիր, թե ինչով եւ ինչի վրա են գրել մարտիկ։ Կազմիր նախադասություններ։ Տեսեք, ինչով են գրել հատիճով, մուրճով, փայտե ծողիկներով, փետուրով, գրիչով, մատիտով, ստեղնաշարով։ Իսկ ինչի վրա են գրել կավե սալիկների, պալերի, մագաղաթի, համակարգչի, թղթի։ Հիմա պիտի համապատասխանեցնենք եւ կազմենք նախադասություններ։ Հատիճով եւ մուրճով գրել են պալերի վրա։ Փայտե ծողիկներով գրել են կավե սալիկների վրա։ Փետուրով գրել են մագաղաթի վրա։ Գրիչով եւ մատիտով գրում են թղթին, ինչու գրում են եւ ոչ թե գրել են, որովհետեւ հիմա էլ են գրում, չէ՞։ Իսկ ստեղնաշարով գրում են համակարգչով աշխատելիս։ Հիմա կատարենք առաջադրանք 4-ը։ Ավարտիր նախադասությունները։ Հետագայում մարդիկ սկսեցին փայտից ինչ անել՝ թուղթ ստանալ։ Էլեկտրոնային գրքերը հնարավոր է կարդալ ինչերի միջոցով՝ համակարգչով, հեռախոսով, պլանշետով, էլեկտրոնային գրքերով։ Գիրքը երջանիկ է, երբ իրեն կարդում են, զրուցում են նրա հետ եւ սիրում են։ Առաջադրանք 5-ը պետք է գեղեցիկ ձեռագրով արտագրեն երեխաները հետևյալ 4 տողերին այս բանաստեղծությունը։ 2 թև ունեմ ու անթիվ երես։ Շատ բան կպատմեմ, եթե ինձ սիրես։ Սիրիր ինձ, մանկիկ, թերթիր ինձ վստահ։ Քո լավ ընկերը այդ ես եմ, գիրքը։ Այս փոքրիկ բանաստեղծությունից դուրս ենք բերում, գրի ենք առնում առարկա ցույց տվող բառերը եւ գրում համապատասխան հարցերը։ Թև։ Ինչ թև։ Երես։ Ինչ երես։ Բան։ Ինչ բան։ Մանկիկ։ Խոսքը մարդու մասին է, անձ է ցույց տալիս։ Ով մանկիկ։ Ընկեր։ Ով ընկեր եւ գիրք, արդեն իր է, ինչ գիրք։ Չնայած մեր դեպքում անձնավորված էր գիրքը եւ խոսում էր Արայի հետ։ Ինչ հարց կտաս գրքին, եթե հանդիպես նրան։ Երեխաները ասում են իրենց մտքերը, մենք մեկը գրի ենք առել։ Կօգնես ինձ շատ գիտելիքներ ստանալ։ Իհարկե գիրքը կօգնի ձեզ, եթե դուք ցանկություն ունենաք։ Եվ ամենավերջում լրացնում եք դասից քաղած իմ պտուղները։ Գիրքն ինձ պատմեց իր անցած ճանապարհի մասին։ Գիրքն ինձ համոզեց, որ շատ կարդամ եւ խելացի լինեմ։ Գիրքն ինձ զարմացրեց, որ այդքան երկար ճանապարհ է անցել։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։